Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Factor TV-ի եթերում դուք դիտում եք Ապոլիտիկ հաղորդաշարը, որը հիշեցնեմ արժեքների եւ հեռանկարների մասին է։ Կա արդյոք ճշմարտություն արվեստում եւ եթե կա, արդյոք դրան պետք է ձգտել։ Թե արվեստի դեպքում այդ հարցերը կոնկրետ չեն, կոռեկտ չեն եւ դրանք կիրառելի են միայն գիտության կամ գուցե աստվածաբանության ոլորտում։ Այդ հարցերը միայն առաջին հայացքից են թվում վերացական, որովհետև կեղծիքը համենայն դեպս կեղծիքի հնարավորությունը վերջին տասնամյակներում տեխնիկական պատճառներով իհարկե չափազանց մեծացել է։ Այդ հարցերի պատասխանները հավանաբար գիտեն արվեստագետները։ Եվ այժմ իմ զրուցակիցն է գեղանկարիչ, լուսանկարիչ եւ բանաստեղծ Սամվել Սևադան։ Սամվել Սևադա ծնվել է 1949 թվականին Գյումրիում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1975-ից 80 թվականներին եղել է Աբովյան քաղաքի նկարչական դպրոցի տնօրենը։ 1989-ից 2006 թվականներին ապրել է Միացյալ Նահանգներում։ 1996-ից 98-ին զբաղեցրել է Երևանի գլխավոր նկարչի պաշտոնը։ 2006 թվականին բացել է իր նկարչական դպրոցը։ 2016-ից դասավանդում է Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանում, 2022-ից պրոֆեսոր է։ Տարբեր երկրներում ունեցել է 30-ից ավելի անհատական ցուցահանդեսներ, 4 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։ Արժանացել է հայաստանյան եւ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների պարգևների ու մրցանակների։ Շնորհակալություն Սամվել, որ համաձայնել եք մասնակցել մեր հաղորդմանը։ Շատ շնորհակալ։ Մեր հանդիպման ինֆորմացիոն առիթ է, եթե կարելի է այդպես ասած, վաղը բացվող ձեր հետահայաց ցուցահանդեսը։ Շաբաթ օրը, այո, շաբաթ օրը բացվելու է։ Նախ ինչու այդ ցուցահանդեսի համար ընտրված է ձեր բանաստեղծական գրքերից մեկի անունը, հա, Կույսի համաստեղություն, որի տակ դուք ծնվել եք, եւ որքան հիշում եմ մեկ անգամ 2006 թվականին, ելի նույն խորագրով դուք այդպիսի ցուցահանդես ունեիք։ Այդ խորագրին անդավաճան եմ ես, սիրում եմ այդ խորագիրը, իմ բանաստեղծությունների գիրքն էլ է այդպես կոչվում, եւ այս անգամ քանի որ սա ռետրոսպեկտիվ հետահայաց ցուցահանդես է, եւ հետաքրքիր բաներ կան, որ կապված են իրար հետ, էլի, ասենք մենակ գիրքը, բանաստեղծությունը, նկարչությունը չի, այլ 50 տարի առաջ ես Աբովյան քաղաքում, որտեղ որ հիմա պետք է բացվի ցուցահանդեսը։ Հենց դրա համար է Աբովյանն։ Աբովյան քաղաքում 50 տարի առաջ ինձ նշանակեցին երիտասարդ նոր ավարտած տղա, ինձ նշանակեցին Աբովյան քաղաքի նկարչական դպրոցի տնօրեն։ Ուրախացել եք այդ ժամանակ որ։ Ես եմ առաջարկել այդ դպրոցը ստեղծել, ոչ թե ուրախացել եմ, այլ ես ձգտեցի դրան, այդ ժամանակ Ռայկոմի առաջի քարտուղար կար, որը հրաշալի մարդ էր, ճարտարապետ մասնագիտությամբ, Էդվարդ Ավակյան անուն ազգանունով 1000 ողորմ իրեն, որովհետև նա շատ մեծ գործ արեց այդ քաղաքի հիմնադրման, հետագայում Երևան քաղաքի քաղաքապետ դարձավ եւ այլն։ Այդ մարդ ինքը շրջկոմի առաջի քարտուղարն էր։ Ես նոր ինստիտուտն ավարտել եմ ակադեմիան, եկել էի սովորական դպրոցում դասատու էի աշխատում, բայց գնացի իր մոտ, ասեցի, որ եկել եմ աշխատանքի համար, ինքը ասեց, տղա ջան, այստեղ աշխատանքի բաշխման բիրժա չի սխալ ես, եկես Ռայկոմ ասեց, մենք պաշտոններ ենք նշանակում։ Ասեցի ավելի լավ, ինձ էլ պաշտոն նշանակեք։ Ինքը ասեց, ինչ համարձակ ես, տղա ջան, ասեցի մի հատ նկարչական դպրոցն ինչ է, բացեք աշխատենք, էլի, ասեց, ինչի դպրոց չկա այս շրջանում։ Ասեցի, իհարկե չկա։ Անմիջապես ինձ հանձնարարություն տվեց նախ եւ առաջ, որ մի բան անեմ, ձևավորում։ Արեցի ձևը, մի քիչ շատ հավանեց մի քանի օրից հետո եւ զանգեց իմ ներկայությամբ մշակույթի նախարարին այն ժամանակ Արաքելյան Գուրգենին, ասեց ինգեր Արաքելյան, մի լավ տղա եմ ուղարկում, հրամանը տվեք, մենք տեղը, բան ամեն ինչ կտանք շենք։ Եվ դες դպրոցի տնօրեն դարձա ես, ինձ արվեստանոց էլ տվեցին, մի տարի հետո բնակարան էլ տվեցին 3-4 սենյականոց, եւ ես սկսեցի աշխատել այդ քաղաքում, այսինքն իմ ստեղծագործական եւ հասարակական գործունեությունը ամեն ինչը սկսվեց այդ քաղաքից, որին ես շատ պարտական եմ, շատ սիրում եմ այդ քաղաքը, շատ զիլ քաղաք է, լուսավոր, լավ, հետաքրքիր, հիմա ավելի լավն է դարձել, ասեմ, ոչ թե բանով, այլ հիմի շատ հետաքրքիր մի մարդ է այդ քաղաքապետը, այդ քաղաքում, որը սրտանց հետևում է, որ այդ քաղաքը լավ լինի, մաքուր լինի, գեղեցիկ լինի, հետաքրքիր եւ ամեն ինչ արվում է այդ քաղաքի համար։ Ես էլ որպես այդ քաղաքի, չնայած ես գյումրեցի եմ, բայց ես որպես այդ քաղաքի պատրիոտ շատ ուզում եմ այդ քաղաքի համար հիմա էլ լավ բաներ անեմ, էլ Կույսի համաստեղության մասին, հա, եթե թույլ տաք, թեմային գուցե այդքան չառնչվող։ Եթե դուք հավատում եք աստղաբանությանը, այսինքն մարդը, որը ծնվել է ենթադրենք Կույսի համաստեղության տակ,
սեպտեմբերին, հա։ Նրա ճակատագիրը եւ մյուս միլիոնավոր մարդկանց ճակատագիրը ինչ որ չափով նման են։ Ну, բնականաբար ինչ որ չափով շատ ճիշտ ասացի Կարամ ջան, որովհետև այտենց կոնկրետ հնարավոր չի որ նման լինի, ոնց որ կարծում ենք, ասենք, այդ զոդիակի բաներում Վաղը ձեզ սպասում է, ինչ։ Վաղը սպասում է, բան հարևանի կնգան ուրիշ աշկով չնայեք, բան եւ այլն։ Այտենց բնականաբար այդպես չի, բայց մի ընդհանուր բան կա, այո, որ շատ ճիշտ է, որովհետև ես երկար տարիներ ես այդպես խորապես չեմ բանալնում, հավատում, շատ տարիներ առաջ Մոսկվայի մեծ անհատական ցուցահանդես արեցի, մի ռուս կին էր թե հրեա էր ավելի շուտ, այդ ռուսական շրջանակներից, որոնց հետ հանդիպումներ ունեցանք, ինքը ինձ առաջարկեց իմ զոդիակի բանը գրել։ Եվ մեծ մի 7-10 էջանոց բան մանրամասը գեղեցիկ ձեռագրով, գծագրերով բանով արել էր, ես մինչև հիմա պահել եմ դա։ Եվ շատ հետաքրքիր էր, եւ հետագայում որ ես սկսեցի ուսումնասիրելու համեմատել իմ նման մարդկանց արյուզներին, ասենք, արյուզները ավելի ագրեսիվ են, չէ, ավելի սեքսուալ են, համեմատաբար բան, կույսերը մի քիչ ավելի բան են։ Բայց կարող է մի հատ կույս լինի բացարձակապես ձեր նման չլինի։ Չէ, ինչ որ միտեղ խորքում մի բան ընդհանուր միշտ կա, բարդադիր։ Չգիտեմ, միգուցե ես այդպես սնահավատ չեմ, ոչ էլ բան եմ, բայց հնարավոր չի որ չլինի, որովհետև գիտեք ինչ, այնքան բաներ կան, որ բնության մեջ, որոնք որ կապված են իրար հետ, մենք ենթագիտակցորեն դրանք միգուցե չզգանքել կամ չհասկանանք։ Մի անգամ մի հատ հասարակ բան ասեմ, գենետիկայի մասին եմ ասում։ Ես իմ մամաս Հոռոմ գյուղից է, որ գնում ես Գյումրի աջի վրա, Հոռոմի կամուրջ որ ասում են։ Այդ Հոռոմը շատ սիրուն գյուղ է, շատ հետաքրքիր գյուղ է։ Ես որ գնում եմ գյուղ, առաջին հերթին մեքենաս քշում եմ, գնում եմ Գերեզմանոց, որտեղ իմ պապը, քեռիները, մորաքուրիներն են, էլի թաղված իրար կողքը։ Գնում եմ իրանց կողքը մի քիչ նստում եմ, բան, հետո նոր սկսում եմ այցելություններ։ Մի անգամ էլ այդպես նստած, այսպես Գերեզմանոցում, արևի տակ նստած նայում եմ, կովերը արածում էին այդտեղ, բան, եւ այլն։ Գերեզմանոցի խոտերն էին ուտում, բան։ Մեկ էլ հանկարծ ես մտածեցի, ասի, այ մարդ, այս կովերս խոտն ուտում են։ Այդտեղ մարդիկ են, հոռոմցիներ են թաղված էլի։ Հետո այդ կաթը ուտում են այդ երեխեք այդ գյուղի։ Հնարավոր չի որ գենետիկորեն մի բան չլինի, էլի, հնարավոր չի, այդ ընդդեղից անցնում է, էլի։ Դրա համար ասում են, ասենք հոռոմցիները մի գյումրեցիները մի խաշյաթիտ են, մի բան, հետաքրքիր բան կա, էլի։ Մի խոսքով գյումրեցիները պարզա, ինչ որ մի տեղանքի հետ կապված մարդիկ բնականաբար ինչ որ մշակութային նմանություններ ունեն։ Բայց աստղի տակ ծնվածները ես ճիշտ ասած մի քիչ կասկածում եմ։ Հա, հնարավոր է, հիմա ես չեմ ստիպում, բայց գեղեցիկ է։ Ես արվեստագետ մարդ եմ, ես սիրում եմ ամեն ինչի մեջ երևակայական ինչ-որ բաներ դնել, որը բնական է, էլի։ Այդ Ձեր նախորդ ցուցահանդեսներից մեկի ժամանակ դուք հրավերը գիտեք ինչպես եք ձևակերպել։ Եկեք սիրելի ժողովուրդ, ոչ միայն իմ համար եւ իմ գործերը դիտելու, այլ իրար տեսնելու, իրար շփվելու։ Դա կարևոր խնդիր է սիրում։ Հիմա տեսեք, այդ միջոցառումները, որովհետև մարդը կարող է գա արվեստանոց, չէ՞։ Արվեստանոց ովքեր են գալիս, ով որ մոտիկ է, բան եւ այլն։ Երբեմն հիմա Facebook-ը բանը թույլ են տալիս, որ դրսից, օրինակ այս վերջի ժամանակներ Ֆրանսիայից մի ընտանիք եւ շատ հաճախ տարվա մեջ մի 10, 15, 20 անգամ լինում է, որ Facebook-ը իմ գործերը նայում են ու ինձ գրում են նախապես, որ այսինչ ամսին գալու ենք Հայաստան, կարելի է այցելել ձեր արվեստանոց։ Ասում եմ, իհարկե կարելի է, գալիս են անծանոթ։ Ես վերջերս ինձանից նկարներ առան գնեցին ահագին բան, դրսից եկածներ եւ միշտ այդպես լինում է, էլի։ Իսկ ցուցահանդեսը արդեն ավելի մեծ, այսպես ժողովրդական լեզվով ասած, ավելի մեծ տուսովկա է, էլի, որտեղ երբ որ դու ցուցահանդես ես անում, դու սպասում ես որ մարդիկ գան, այո, իրար տեսնեն, իրար հետ շփվեն, թեկուզ մի բաժակ բան խմեն իրար հետ, բան եւ այլն, չէ՞ ֆուրշետ ես դնում, բան ես դնում, որ այդ առիթը մանավանդ հիմա մարդիկ կտրված են իրարից, այս հեռուստատեսությունը, այս ինտերնետը, բանը մարդկանց կտրել է, մարդը էլ չի ուզում, որովհետեւ ինտերնետում ինքը ավելի հետաքրքիր է երևում մարդը, քան թե կյանքում։ Ասենք շատ է լինում, չէ՞ որ դու ճանաչում ես այդ մարդուն շատ հետաքրքիր բան եւ այլն, իրան նկարնել նույնիսկ ես նույնիսկ կատակով մի բան էի գնել, թե ասում եմ քուրիկ ինչքան սիրուն ես, ասում եմ, բա որ իմ ինտերնետի նկարը տեսնես։ Ես դրա մասին անպայման ձեզ կհարցնեմ, որովհետև դա կապված է ճշմարտության եւ ստի հետ։ Բայց հիմա ես ուզում եմ ուրիշ բան հարցնեմ, որ ձեր երիտասարդությունը անցել է այն ժամանակ, երբ որ ֆիզիկական շփումը շատ ավելի հարուստ էր, քան վիրտուալ շփումը, չէ՞։ Եվ դուք մասնավորապես արվեստագետները կարող եք ժամերով նստել սրճարաններում եւ զրուցել եւ իրարից չձանձրանալ։ Հիմա շատ դժվար է նման բան պատկերացնել։ Այն ժամանակ սրճարանները որ ազատ էին, այսինքն
հիմա սրճարանը մտնել արվեստագետ, ասենք մի քիչ աղքատ արվեստագետի համար, որը ամեն օր հնարավորություն ունի այս սրճարանները գնալու, որտեղ մատուցողի վարքը, մոտեցումները, բաները, սա ամեն ինչը փող արժի, չէ՞։ Իսկ այն ժամանակ 15 կոպեկ էլ եթե ուներ արվեստագետը, կարող գնար սրճարան մի բաժակ սուրճ վերցնել իր համար, նստել խելոք ժամերով գային, նստային։ Ես հիշում եմ առավոտ շուտ գնում էի սկվազնյակ էի մտնում ես, արդեն Երևանդ Քոչարն արդեն այնտեղ նստած էր, այսպես բանը իր չալիկը ձեր դնչի տակ դրած։ Ես բարի լույս էի տալիս, խոսում էինք, մի քիչ հետո Տիգրան Մանսուրյանն էր գալիս, մի քիչ հետո Լևոն Ներսիսյանն էր գալիս, հետո եւ այլն։ Տարբեր 6 սրճարան կար, որտեղ մենք չվում էինք։ Ասենք Պապլավակից գնում ենք Սկվազնյակ, այնտեղից Կազիրո, այնտեղից նկարիչների միության կաֆե, Կոպեյկա, բան եւ այլն։ Ամենտեղ պատտվում էինք եւ շփումներ էին դրանք։ Կենթանի շփումներ այդ մարդկանց հետ, որոնցից մենք սովորում էինք, որոնցից մենք շատ բան էինք սովորում։ Այդ կենթանի շփումը լրիվ ուրիշ է, քան թե այդ վիրտուալ շփումներն էլի։ Եվ վիրտուալի վատը այն է, որ երբեմն մարդը իրան ներկայացնում է որպես շատ գիտեցող, շատ գիտակից։ Հիմա տեսեք, մարդիկ կան, որ մի բանի մասին խոսում ես, չէ՞։ Ես նկատել եմ շատ այս մարդիկ, որ ասենք նստած ենք, մենք խոսում ենք Մարկեսի գրականության մասին։ Այնտեղ կողքից մեկը հեռախոսը կամած հանում է, բացում է Մարկես, խփում է, որ իմանա թե Մարկես։ Մարկես։ Մեկ էլ կողքից ասում է, ասում է, իր 100 տարվա մենությունը շատ հետաքրքիր է, բան։ Իրան ցույց է տալիս, որ մտում ինքը Ես դա նկատել եմ Սամվել նույնիսկ դասերի ժամանակ երեխաները ստուգում են ինձ։ Ես ճիշտ եմ ասում թե չէ։ Այո։ Դուք արդեն մի քանի անուն տվեցիք, հարցազրույցներ մեկում ասացիք, որ վավերագրության կամ չեմ ինքնակենսագրական վեպի վրա եք աշխատում եւ ունեք շատ հարուստ նյութ, որովհետեւ շատ հարուստ շփումներ եք ունեցել։ Վեպի վիճակը ոնց է, ավարտին մոտենում է թե չէ։ Հիմա վեպը շատ ցակուցրիվ վիճակում է, չէ, ավարտին չի մոտ, ես հույս ունեմ հələ մի քիչ կապրեմ, բայց ես տարիների ընթացքում Facebook կոչված այդ տեղանքում շատ բաներ եմ դրել եւ լուսանկարների տեսքով եւ անպայման իմ բոլոր լուսանկարները ուղեկցվում են նաեւ գրավոր անոտացիաներով այդ պատմության դիալոգները, բաները, որ ես ունեցել եմ այդ մարդկանց հետ, բան եւ այն հասարակ գյուղացիների հետ, սովորական մարդկանց, արվեստայի Հրանտ Մաթեոսյանի հետ ասենք շատ մոտ եմ եղել ես բնականաբար այդ մեր հանդիպումները, Խորեն Աբրահամյանի շատ ընկերություն եմ արել երկար տարիներ եւ այլն, շատ շատերի հետ շփվել եմ, այդ շփումների մասին ես գրել եմ։ Հիմա դրանք պետք է հավաքվի մի տեղ։ Հիմա ես դրանով եմ զբաղված, բայց այս նկարչությունը չի թողնում ինձ, որովհետեւ նորից ես վերասիրահարվել եմ գեղանկարչությանը, ֆոտոն թողել եմ արդեն նորից, ֆոտոն մենակ դասավանդում եմ արդեն։ Ես եւս մի անուն եմ ուզում տալ այս շարքում, ես ուզում եմ որ շատ հիշվեն էլի մեր մշակույթի ներկայացուցիչները, Արմեն Շեկոյան, նրա հետ շփվում եք, ես նրա հետ պատիվ ունեի աշխատելու։ Ինչ հետաքրքիր պատմություններ կան ընդհանրապես նման մարդկանց մասին, հա։ Նախ ես շատ մոտ եմ եղել, ասեմ, նախքան Արմեն Շեկոյանը, այդ մի շրջանակ կար արվեստագետների, որոնց հետ բոլորի հետ ես շատ մոտ էի, իհարկե սկսենք Վանո Սիրադեղյանից, որի հետ ես հետագայում նաև աշխատեցի եւ մինչեւ էլ ենք մենք աշխատում միասին։ Եվ շատ բոլորի հետ։ Այդ Վիգեն Թադևոսյան կար գեղանկարիչ, զարմանալի անձնավորություն, զարմանալի մտավորական էր, շատ քիչ պատահող Հայաստանում։ Abstract նկարիչ։ Բացառիկ մտավորականներն է, բացի նկարիչ լինելուց։ Նա շատ կարծացած էր, շատ տեղյակ էր ամեն ինչից եւ ինքը ուրիշ տեսակի անձնավորություն էր եւ շատ էր։ Արմեն Շեկոյանն էլ բնականաբար, որի հետ դուք շատ հատորներ տպագրեցիք, ես գիտեմ այդ բաները, այդ հատորները իմ մոտ ինքը իր մագագրությամբ իմ արվեստանոցում դրված են Արմենի։ Մի օր էլ զանգեց ինձ, ասեց Սամ ջան, ասեց, ինչ ես անում, իր նման դանդաղ էլի։ Ասեց, ինչ ես ուզում որ անեմ, Արմեն ջան, ասեց, ուզում եմ գամ ինձ նկարես, աշխարհը ասեց, շատ գիտեմ ինչ կլինի, բան։ Վայ, ասի Արմեն ջան, արի։ Ու եկավ իմ արվեստանոց, ես իրան ասեցի, արի քեզ նկարեմ քո Երևանի ֆոնի վրա, քո Երևանի։ Այդ պորտրետը տեսել եմ։ Հա, ու իրան շատ նկարեցի այդ օրը, ահագին նկարներ կան, լուսանկարներ, եւ մենք գնացինք դրանից հետո նշելու իհարկե։ Դառնալով վիրտուալի եւ ֆիզիկականի, այստեղ վիրտուալում ես կարող եմ խփել, չէ՞։ Ես կարող եմ ինձ ներկայացնել Facebook-ում կամ չգիտեմ այլ սոցցանցում որպես Խուճուճ Մազերով եւ Արնոլդ Շվարցենեգգերի ուրեմն մկաններով երիտասարդ։ Եվ նույնը ես կարող եմ ոչ միայն ֆիզիկապես ինձ սուտ ներկայացնել, այլև մտավոր ինձ ավելի խելացի ներկայացնեմ, ավելի վճռական եւ այլն եւ այլն։ Դրա դեմը առնելը պետքա թե չէ։ Եվ
Ինչպես ենք մենք կարող դրան դեմ առնել։ Դրա դեմ նախ հնարավոր չի արել, պետք է թողնենք դա։ Ուղղակի հնարավոր չի դրա դեմ առնել, որովհետև արդեն ոնց որ ժողովուրդն ասում է, բանը բանից անցել է արդեն, էլ անիմաստ է դրա դեմ պայքարելը, որովհետև ես ուղղակի սրա վերջն էլ չեմ տեսնում։ Հետաքրքիր է, ասենք մենք որ ապրում էինք անցած դարում, տեղյակ չէինք, չգիտենք, ես հետո գնացի Միացյալ Նահանգներ 89 թվին բան եւ այլն, հələ դեռ էլ ինտերնետ կար, մենք տեղյակ չէինք, հա։ Հեռախոս չկար, այդպեսին որպես ձերքի հեռախոս հետո այնտեղ տեսանք բան, բայց մենք երբեք չէինք սպասում, որ այսպեսի կտրուկ փոփոխություն կլինի մարդկանց կյանքում, աշխարհում, էլի։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որովհետև մենք ապրում էինք շատ սովորական են, դանդաղ Հրանտ Մաթևոսյանի որ նկարագրում որ գյուղում մենակ մեղվիտ բզզոցն է գալիս, ու գյուղը աշխատում է, դա սիմվոլիկա է, էլի։ Բայց այդպես էր մեր կյանքը ընթանում, մենք դանդաղ միտեղից միտեղ էինք շարժվում, սիրում, բան եւ այլն։ Բայց այս արագությունները եկան մտան մեր կյանք, այս քաոսը սկսվեց, այս քաղաքում, այս Երևանը դարձավ, չգիտեմ, ուրիշ քաղաք, լրիվ ոչ մի կապ չունի Երևանը Երևանի հետ։ Բայց այս ռիթմի մեջ նոր ծաղիկներ սկսեցին աճել, նոր տեսակ սկսեց բացվել, որից մենք արդեն շատ տեղյակ չենք կարող ոչ քննադատել, ոչ իրավունք ունենք քննադատել, ոչ էլ կարող ենք քննադատել, որովհետև մենք չենք հասցնում արդեն իրանց հետևից, ինչպես մեր մեծերը մեր հետևից չէին հասցնում։ Մենք էլ նրանց համար էինք անհասկանալի։ Եվ այս սրընթափոխության բանը վերում է նոր տեսակներ, նոր բաներ, որին ոչ կարող ենք անուն դնել, ոչ կարող ենք բամբասել, իրավունք էլ չունենք, հա, այս Գիտեք ինչ է մարդը իմ հետ ինչ է պատահել երբեմն, պատահում։ Մարդը ասուլիս է տալիս եւ լուսանկարվում է բնականաբար, հետո ինձ զանգում ասում. «Հələ մի դիր, ես այդ նկարը մի հատ մշակեմ, դզեմ, փչեմ, նոր կդնես»։ Այ դա շատ հատկանշական երևույթ է, չէ՞։ Դե բնական է, որ մարդ ուզում է լավ երևա։ Ուզում է լավ երևա, դա հասկա ամեն մարդ հոգու խորքում այդպեսին է, չես ինչի պիտի բան լինի, ասենք միտեղ գնացել ես, ասենք անձրևի տակ ես մնացել կամ ցեխոտ կոշիկներով ես գնացել, դե ասում ես մի հատ սպասեք կոշիկներ ես մաքրեմ, նոր ներս մտնում։ Photoshop-ով դզում ես քո կոշիկները, եւ դա նաեւ լուսանկարչության մեջ եմ ես նկատում, հա։ Արի այս կանաչը ավելի կանաչ դարձնեմ, այս կարմիր ավելի կարմիր դարձնեմ։ Ոնց եք դրան վերաբերվում։ Արամ ջան, ուրեմն այսպես է, դրա համար ստեղծել են գործիքներ։ Երբ որ այն ժամանակ Photoshop գոյություն չուներ, գունավոր լուսանկարչություն էլ չկար, սև ու սպիտակ ֆոտոներին ռետուշ էին անում։ Հատուկ այդպեսի պաշտոն կար, որը կոչվում էր ռետուշոր։ Նստում էին, ասենց հատուկ մատիտներ ունեին, փոխում էին ֆոտոյի վրա, մարդուն գեղեցկացնում էին, սիրունացնում էին եւ այլն, անենց այն ժամանակվա ծաղկատար չեչոտ երեսներով մարդը երևում էր շատ սիրուն, բայց հետագայում երբ որ Photoshop-ը հայտնվեց, Photoshop-ը մի գործիք է, որը փոխարինեց այդ մատիտին այն ժամանակվա։ Այն ժամանակ սև ու սպիտակ ֆոտոներ, որ մենք անում ենք, երբ որ увеличитель կար, բան կար, չէ, այն ժամանակ ֆոտո թուղթը տպում ենք, լվանում ենք եւ այլն։ Այդ բոլոր բաները վերացան։ Հանկարծ հայտնվեց բան, Photoshop, որը թույլ է տալիս ֆոտոյի հետ աշխատել։ Հիմա մարդը մի քանի ֆոտոն ունի շատ տարատեսակներ, որոնցից մի քանիսի կա, որ դատական բան է հասնում, եթե նա ձեռտ է։ Դուք որպես լրագրող ինձից լավ գիտեք, որ եթե լրագրողական որևէ լուսանկարի մեջ մեկը փոփոխություն արես, դատի գործ է։ Ասենք մեկին ջնջես հանես Photoshop-ով, բան ասեմ, վաղը միսօրը ասում են, այս թերթի մեջ տպված է, ես տեսել եմ։ Բերում են թերթը նայում են, տեսնում են այդ մարդը չկա, բայց այդ մարդը այնտեղ է եղել։ Ուրեմն Photoshop-ով են անել, ու արդեն ուրիշ տեսակի process է սկսվում, ճիշտ է։ Այսինքն այդ լրագրողական լուսանկարչության մեջ արգելված է Photoshop-ը։ Չպետք է լինի, եւ շատ ճիշտ է։ Հիմա գեղարվեստականի մեջ, երբ որ ես նկարիչ եմ, ես նկարում եմ ծաղիկ, ոչ մի կրիմինալ չկա այդտեղ։ Հիմա ծաղիկի գույները մի քիչ ակտիվացնում եմ կամ պակասացնում եմ ըստ իմ հայեցողության։ Ոչ մեկի գործը չի դա։ Ուզում ես չես սիրում մի նայի։ Այսինքն դա որևէ կրիմինալ, որևէ բան հետ կապ չունի։ Եթե ես մի հատ սիրուն աղջիկ եմ նկարել, ավելի գեղեցկացնելու համար Photoshop-ով ասենք մի հատ վարդ եմ դրել մազերի մեջ։ Ինչ կա դրա մեջ։ Այսինքն ուզում եմ ասեմ, կարելի է այդ գործիքը մարդկությունը ստեղծել է այդ գործիքը, թանկարժեք շշմելու գործիքը, այդ Photoshop կոչվածը, որովհետեւ
դու կարող ես ավելի լավացնես, ավելի հիմա չեմ էսթետիկորեն էլ նաև ավելի հարուստ։ Ու երբեմն նաև անճաշակ բաներ են անում, բանում ձեր կանգնում է, էլի։ Ուզում եմ ասել, որ դրա մեջ որևէ բան չկա։ Դրանով դուք չեք խափում։ Գիտեք ինչ կա, սուտը մեր կյանքի մի մասն է։ Այո։ Մի մասն է կազմում, որից խուսափել հնարավոր չի։ Դա սուտը մի քիչ կոպիտ բառ է, կեղծիքն ավելի կոպիտ է։ Անցել կարող ես ասել դրան, անցել, բայց երբ որ դու մի բանի վրա աշխատում ես, նույնն է, որ ասենք բան ես նկարել, հետո մի սոր նկել ես, դուրս չի փոխում ես, վերցնում ես, սկսում ես փոխել, ասում ես, ստեղ ես երկինքի գույնը լավը չի։ Ուզում եմ դարձնեմ կապույտ, ուզում եմ դարձնեմ մանուշակագույն ավելի, որ ավելի կսազի, վերցնում փոխում ես։ Հիմա նույնն է լուսանկարչությունը, դա գեղարվեստական լուսանկարչություն է։ Դրա համար անվանական տարբերություններ կան։ Լուսանկարչությունն ունի մի 25-30 թե ավելի շատ ժանրեր, ասենք կա հարսանեկան լուսանկարչություն, որը լրիվ առանձին պրոֆեսիա է, ոչ մի կապ չունի սովորական։ Հետո կա ասենք մանկական լուսանկար, որ երեխեքին տանում են լուսանկարելու։ Կա սպորտային լուսանկարչություն, այ հետաքրքիր է, չէ՞, լրիվ տարբեր բան է, դա մասնագիտություն է, սպորտային լուսանկարիչը մասնագիտություն է, որ ես օրինակ չեմ կարող գնամ ստադիոնում նկարեմ այդ պահերը, այդ ռակուրսները, այդ հետաքրքիր այդ օբյեկտիվները, որ կա մի մետրանոց, ասենք, դրանք դնում են, այսինքն դա հատուկ մասնագիտություն է, ամեն մեկը իր գործն անում, կա բնության լուսանկար, այն որ գնում են բաներում նկարում են անտառում ժամերով նստում են, սպասում են մինչև մի հատ ցիտը գացել վլա իրանք նկարեն, ասենք այն բանի արյուծին նկարեն որսանելու ժամանակ, չէ՞, տեսել են։ Եվ դա էլ մասնագիտություն ամեն մարդ չի կարող։ Իմիջիալս մի հատ հայ տղա կա, որ այդ գործին է, ֆանտաստիկ այդ բաներում գնում է նկարում է ջունգլիներում, բաներում։ Հայաստանցի տղա է, անունը այս պահին հիմա մտքիցս թռել է, բայց հիացած եմ իր գործերով, էլի հիմա ուղղակի հիշեցի, ասեցի։ Որ ասեցիք հարսանեկան, դուք Սիրահարների այգում եղել եք երբևէ։ Շատ։ Հա, տեսել եք, չէ, գալիս է զույգը, գալիս է 5 օպերատոր, 5 լուսանկարիչ եւ սկսում են նկարել։ Եվ իմ մոտ երբեմն այդպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ամուսնանում են լուսանկարվելու համար։ Հիմա լուսանկարիչներն են ասում արևի ուղին, ովքեր են որոշում։ Ովքեր են որոշում օպերատորն է որոշում, չէ՞, օպերատորն է որոշում հարսանիքը ինչ տեսակի պետք է, ով երբ պիտի մտնի։ Ասենք ասում օպերատոր, մի հատ դուրս եկեք բոլորը, ասում հիմա բանը քավորի մուտքն է։ Հիմա հարսանիքը դառնել է ներկայացում։ Մեկը քավորն է մտնում, այնտեղ արդեն քավորի կենացը պիտի նվագեն երկերը եւ այլն։ Ժամանակները փոխվել են, հիմա իրանց ձեռքն է դարձել։ Ճիշտն ու սուտը գեղանկարչության մեջ եւ լուսանկարչության մեջ դրանք նույնն են, տարբեր են եւ ընդհանրապես կա այդպիսի բան ճիշտ եւ սուտ։ Դե եթե ճիշտն ու սուտը ինչի գեղանկարչության եւ լուսանկարչության, վերցնենք արվեստին։ Ընդհանրապես արվեստում, այո։ Եվ ընդհանրապես կյանքում բերեք համեմատենք, որովհետեւ ինչ է նշանակում ճիշտ եւ սուտ։ Որովհետեւ մենք այնքան հարաբերական է դա։ Հիմա տեսեք, բնության առեղծվածները ամենահիմնական գլխավոր բանը պլյուս մինուսն է, չէ՞։ Ամենագլխավորը, որովհետև գոնե մեր բանում մարեկակնային համակարգության մեջ պլյուս մինուսն է գլխավոր, այսինքն սևը ու սպիտակը հակառակորդներ են, որն է ճիշտ չգիտենք։ Լույսն ու ստվերը։ Լույսն ու ստվերը, կինը եւ տղամարդը, էլեկտրականության մեջ մինուս եւ պլյուս բևեռները, որոնք որ իրար զգում են, ինչի են վանում անհասկանալի է պլյուսները կամ մինուսները։ Այսինքն այդ բոլորը ստի կեղծիքի ոնց որ ասում ճիշտն ու սուտը ոնց ճոգենք։ Հիմա իմ սուտը ձեր ճիշտը կարող է լինի։ Ես որպես հայրենասեր մարդ իմ ճիշտը, որ ես գիտեմ, որ սա իմ հայրենիքն է, կողքի հարևանների համար անհասկանալի սուտ է։ Իրանք ասում են դուք սուտ եք ասում։ Մենք էլ իրանց ենք ասում։ Ասում են դուք սուտ եք ասում։ Ես մի անգամ մի առիթով գնացել էի Ստամբուլ, որպեսզի հանդիպեմ Արա Գյուլերի հետ, հատուկ ուղևորություն։ Հանդիպեցի, իհարկե մի շաբաթ ես իր այդ ման էի գալիս Արա Գյուլերի հետ, ամբողջ Ստամբուլը շրջեցինք, որտեղ ինքը նկարել է ժամ։ Եվ հետո այնպես ստացվեց, որ իր այդ դպրոցը, որտեղ որ ինքը սովորել է, հայկական։ Գնացինք այդտեղ, այնտեղ էլ նկարահանումներ արեցինք, բան։ Ու այնտեղ թուրքեր կային դե բնա, որ մտարենք այդ դպրոց արդեն Աթաթուրքի արձանը դրած, բան, ոնց որ Լենինի արձանը էր։ Հա։ Եվ
իրանց դասագրքերը բերել տվեցի ես թուրքական։ Զարմացա շքեղ դասագրքեր, որտեղ սուտ է գրած, որ այդ երկիրը իրանցն է, որ այդ երկիրը բան։ Եվ եթե մի հատ երիտասարդ թուրքի դու հարցնես, ասես որ գիտես ինչ կա, բան ինքը կծիծաղի, եւ անկեղծորեն ինքը մեղք չունի։ Ոնց որ մենք ենք ծիծաղում իրանց վրա, չէ՞ ասում ենք, չէ այցա վտնում ես հողերը մերն է, բան եւ այլն։ Ցին օբյեկտիվ ճշմարտություն չկա։ Չկա օբյեկտիվ ճշմարտություն։ Ամեն ինչ ստի վրա է կառուցված։ Այդ հակասությունները բախվում են իրար այդ ժամանակի ընթացքում, դառնում է մի նոր ճշմարտություն։ Մենք չգիտենք, դա չի նշանակում, որ ես իհարկե մենք գիտենք, որ այդ հողերը մերն է, որովհետեւ մեր պատմությունը, մեր եկեղեցիների շինարարությունը շատ բաներ կա, որ ես միշտ դրա դեմ գրել եմ, խոսել եմ, միշտ երկար բաներ ունեմ գրած։ Մենք միշտ ես ասում եմ կամ այդ եկեղեցիները այդ հին հայերը չեն սարքել, կամ մենք հայ չենք, որ չենք կարող տիրություն անենք այդ եկեղեցիներին, կամ այսօրվա մեր սարքածն ինչ է այս շենքերը բաներ, այս ինչ ավերակներ, ոնց է 13-րդ դարի, այդ ինչ ճարտարապետ է եղել, որ նորավանքի պես Մարգարիտա սարքել, այդ ինչ հաշվարկներ ա արել, այդ ինչ ուղեղ ա ունեցել, այդ ինչ սիրտ, այդ ինչ երևակայություն, այդ ինչ Աստծո հավատք ա եղել այդ մարդու մեջ, մոմիկի մեջ, որ այդպես եկեղեցի ա սարքել, կամ ասենք կապտավանքը, որ սարքել են այդ բլուրի վրա, Աստված կաթացրել է վերևից այդ բանը, այդ կաթիլը այդ լեռան վրա, ֆանտաստիկա է, խելքից մտքից դուրս բան է, եւ այդ ժամանակ դու մտածում ես ու ասում ես, որ այդ մենք ենք արել, մեր տեսակն է դա ստեղծել, չէ՞, բոլորը։ Նրանք ասում են, չէ, դա մերն է, դուք խաբած չեք, ուրիշ անուն են դնում բան։ Եվ նրանց երիտասարդները, նրանց համար անես դասագրքեր է սարքած։ Իրանք հավատում են իրանց դասագրքերին, ոնց որ մենք ենք մեր դասագրքերին հավատում, չէ՞։ Ոնց նրանց դիարեաբացուցի, դա խելքից մտքից դուրս բան է։ Մենք ունենք այսպիսի բաժին, որը կոչվում է մեջբերում։ Ես կներկայացնեմ մեջբերումը եւ դուք կմեկնաբանեք եւ մեջբերումը էլի ճշտի եւ ստի մասին է։ Մեջբերման հեղինակն է 20-րդ դարի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոն։ Արվեստն այնպիսի սուտ է, որն օգնում է մեզ հասկանալ ճշմարտությունը։ Մոտավորապես հետևյալն է իմաստը, հա։ Արվեստը խափում է, որպիսի ճշմարտությունը բացահայտի։ Այսինքն ես այսպես եմ հասկանում, ստեղծվում են պատկերներ, որոնք օգնում են մեր կյանքում ինչ-որ մի բան հասկանալ։ Պատրանքներ, որոնք այնուամենայնիվ ճշմարտությունը մեր կյանքը ստիպում են մեզ հասկանալ։ Ճիշտ է ասում Պիկասոն։ Իհարկե ճիշտ է ասում։ Աշխարհի ամենամեծ սուտասանը Պիկասոն, որովհետև ինքը իր արվեստով իր ստեղծած այն 4 աշկանի մարդիկ, որոնք որ կողքից նայում ես իր նկարածներին, որ այսօր ինքը հավատացրել է բոլորին, որ դա ինքն է, որ կա, շատ ճիշտ է դա, այ քեզ բան։ Այսինքն ինքը իր սուտը, որը արվեստով է արել, ինքը հրամցնում է այսօրվա մարդկանց եւ մարդիկ վերջապես, ասենք 50-60 տարի հետո կամաց այն մարդիկ, որոնք որ չէին հավատում իր ժամանակ դեռ ապրում էին, քննադատում էին, փնովում էին, հիմա բոլորը հիացմունքով գնում են Պիկասոյի ցուցահանդեսում, այնտեղ բան է ուղղակի ահավոր վիճակ է, հնարավոր չի մտնել այդ ցուցահանդեսները, որտեղ Պիկասոյի այդ գործերն են ցուցադրվում։ Հələ նրա տարբեր շրջանները, որ իմիջիալս հետաքրքիր է Պիկասոյի մասին, ես որ Փարիզում էի, գնացի այդ նույն ուղղությունով, ոնց որ ինքը դեռ 30 տարիներին Սենայի ափով քայլում էր, որտեղ նկարիչները նստած նկարում են, լիքը նկարիչներ, այս նույն ձևի նստած են հիմա էլ։ Եվ մի լեգենդ լսեցի այդ ժամանակ, որ Պիկասոն քայլում էր այդ դեռ ջահել ժամանակ, քանի որ ինքը տաղանդավոր իսկապես հանճարեղ մարդ էր, տեսանող էր էլի ինքը։ Ինքը նայում էր, թե ով ինչ անում։ Այնտեղ ջահելներ կային, որոնք ասենք Մոդիլյանի բանի պես տղեկ, որոնք որ լրիվ նոր ոչ էին։ Անկախ իրանցից, իրանք չգիտեն, որ դա նոր է բան, իրանք ամեն մեկ իր ձևով նկարում էր, Պիկասոն նայում էր շատ, ինքը անմիջապես հասկանում էր դրա բանը, գնում էր իր արվեստանոցում նկարում էր նույն ոճով, արդեն ինքը անվանի էր, Պիկասոն էր ինքը, երբ որ նա սկսում էր կամաց լսվում էր ցուցահանդես բան եւ այն ասում են Պիկասոն այդ 20 տարի վաղուց Պիկասոն արել է արդեն ինքը տիրապետում էր եւ ինքը իր այդ ստով, որը կոպիտ բառ է իհարկե սուտը, այդ իր ստով կարողացավ աշխարհը փոխել Պիկասոն, փոխեց աշխարհը, շատ աշխարհ մտածողությունը բանը եւ այնպեսի հանճարեղ, այդպեսի բաներ շատ եղել պատմության մեջ։ Օրինակ ասենք վերածննդի գեղանկարչության մեջ որ նայում ես, որոնք որ շատ ռեալիստական կամ ասենք ռեալիզմի մոտիկ, ավելի մի քիչ ավելի գեղեցկացրած, չէ, ասենք Ռաֆայելի պես նկարիչը, Լեոնարդոյի բան եւ այլն, մեկ էլ դրանց միջից ծնվում է բան Բոտիչելլի,
որը լրիվ ուրիշ ձևով էր նկարում։ Ուրիշ գիծ ուներ, ուրիշ գույների մեջ, ուրիշ տեսիլքների մեջ, բան, ինքը սիրահարված էր մի աղջկա, որին նկարում էր իր բոլոր նկարներում, չէ՞։ Եվ գալիս է Սիքստոս Պապը, նայում այդ նկարը չի սիրում, այսպես չէ, ծածկեք։ Եվ լավը սվաղում են, չեն ջնջում, չեն քերում, էլի, սվաղում են, որ այսօր ռենտգեն ճառագայթներով բացում են Բոտիչելլի են անում տակից, Ռաֆայելի նկարների տակից Բոտիչելլի է դուրս գալիս։ Այսինքն այդ ճշմարտությունը, այդ ճիշտը, լավը, բան այնքան հարաբերական է կյանքում, ինչպես մնացած բոլոր հարաբերությունները, երբ որ նույն Պիկասոին, որ Գերնիկան, գերմանացի բաներից մեկը տեսնում է, ասում է, «Էսով է նկարել սենց»։ Պիկասոն ասում է Հիտլերը։ Այս ամեն ինչը։ Այնուամենայնիվ եղել են կան ձեր կյանքում դեպքեր։ Ինչ որ բան եք կարդում կամ նայում եք կամ լսում եք, ասում եք, «Այս արվեստագետը խափում է, կեղծում է, դերասանություն է անում, անկեղծ չի»։ Այդպիսի դեպքեր եղել են եւ կարող եք այդպիսի բան արձանագրել։ Իհարկե լինում են։ Շատ անկեղծ, գիտեք ինչ երեխան է։ Երեխան շատ անկեղծ է, որ նա չի կարող կեղծի։ Մինչև այն ժամանակ, երբ որ դու սկսում ես 3 տալ իրան։ Հենց 3 առավ 3 տարեկան։ Երեխան սկսում է սուտ արդեն, խաղում է, բնականաբար։ Իմ ասում են մանիպուլյացիա։ Հա, անկախ իրանից դիտմամբ չի անում։ Մարդը մի քիչ առաջ խոսում էինք ես ու դու այդ մասին, որ մարդը ուզում է սիրուն երևա, մարդն ուզում է լավ երևա, ուզում է ճիշտ երևա։ Ինքը բնականաբար նաև այն չիմացած բանի մասին սկսում է խոսալ, որ լավ չի էլ տիրապետում, բայց խոսում է, որ ինքը չասեն թե բանա, չգիտի էլի կամ ավելի վատ բան, որը բնական է։ Իսկ շատ անկեղծ մարդը, որ շատ անկեղծ է, ուրեմն խելագար է։ Բնականաբար, այսինքն լավ իմաստով, այդպես ասենք, էլի, այդպես խելագարների մեկին ենք, հա։ Իհարկե կան, որոնք որ ասենք բաց խոսում չեն վախենում, որ կարող է իրան ծեծեն, սպանեն, վերացնեն։ Եվ նույն արվեստում։ Նույնը քաղաքականության մեջ, նույնը բոլոր բնակավարներում, համարձակ մարդկանց վրա է կառուցված այս աշխարհը, որոնք որ չեն վախենում, որոնք որ չեն, իրանք են ստեղծում։ Եվ մեկ-մեկ երբեմն անուններ չտանք, բիզնեսմեններ կան, որոնք մտածեն անկախ իրանցից խցկում են իրանց քաղաքականության մեջ, իրանց փողի բանի համար, էլի, վերևներից բանից, ասենք, զորում են ասում են դու պետք է քաղաքականությամբ զբաղվես։ Այ մարդ, այդ մարդը լավ բիզնեսմեն է, թողեք իր գործն անի, էլի, բայց ինքը դառնում է ստիպված սուտ քաղաքական գործիչ, մտնում է այդ բանի մեջ եւ տուժում է։ Եվ դրանով տուժում է նաեւ երկիրը։ Հա, այտենց, որովհետեւ ասեն մարդը ստեղծող է ինքը։ Ամեն մենք ես չեմ կարող գնամ շինարարություն անեմ, ես չեմ կարող գնամ գործարան սարքեմ, նկարիչ եմ, ես իմ համար պուպուշ բաներ եմ նկարում եւ այլն։ Ինքն էլ այդ գործն անում, թողեք անի այդ մարդը, հա։ Ստիպում են իրան, ասում են, չէ, դու գնա մտի եւ ինքը մտնում է, այդտեղ ինքը տակ, այսպես ժողովրդի լեզվով ասած, տակ է տալիս։ Հասկանալի։ Մեր վերջին բաժինը, որը կոչվում է հայացք ապագային։ Այս տաղավարում Սամվել ես զրուցում եմ եւս մի 75 տարեկանի հետ, գրող Գուրգեն Խանջյանի։ Եվ նա ասաց, որ այս տարիքը շատ կարևոր է 75 տարեկանը, որովհետև ինչ որ հորմոններ, ինչ որ բան հետ են մղվում, եւ դու դառնում ես ավելի հավասարակշիռ, ավելի հանգիստ, ավելի հանդարտ։ Կարող է պատահել, երբ որ 10 տարի հետո հանդիպենք, դուք ել ավելի հանդարտ դառնաք։ Իսկ ես հակառակ ավելի կրակոտ եմ դառնում։ Ահա։ Իմ մոտ լրիվ ուրիշ է։ Ես հիմա նոր զգում եմ, որ ես նոր բացվել եմ, ափսոս տարիները վերջանում են, շատ ցավալի է։ Իսկ ես նոր ծաղկում եմ, նոր տեսակի ճյուղեր եմ տալիս, նոր սկսում եմ ես երկար ժամանակ չէի նկարում կարգին, հավեսով չէի նկարում։ Մեկ էլ հանկարծ սկսեցի նկարել ես։ Հիմա գժիպես նկարում, գիշերները քիչ եմ քնում։ Միշտ էլ ես քիչ եմ քնել, ասենք եւ նկարում եմ, եւ գրում եմ, եւ բանաստեղծություններ եւ այլն, ասենց անընդհատ 24 ժամ արվեստի մեջ եմ, էլի շաղախված եմ, ասենց հետո աշակերտներ, ուսանողներ չեմ հասցնում, բայց համ էլ հասցնում եմ, ամեն ինչ էլ անում եմ, ամբողջ Հայաստանը նկարում եմ, ման եմ գալիս, շրջում եմ, բայց մեկը ժամանակը չի հերիքում։ Այսինքն եւ այդ հորմոնները, որի մասին որ ասում եք, տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևի է բանանում, գործում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի գեղանկարիչ, լուսանկարիչ եւ բանաստեղծ Սամվել Սևադայի հետ։